Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին ազգային ժողովում հայտարարել է, որ Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում, եւ մի քանի եկեղեցիներ անհատույց գործածման են տրված Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հետքն է ուսումնասիրել թեման ու պարզել, որ Փաշինյանի պնդումը Հովանավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած, նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովանավանքը, բայց առանց փաստերը ստուգելու շարունակել է թեման ու խոսել բարոյական եւ իրավական հիմքերով հուշարձանները մայրաթորից հետ վերցնելու մասին։ Լրատվականի հետաքննությունը ցույց է տալիս, որ Հովանավանքը, բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր սեփականության իրավունքով պատկանում են մայրաթորին։ Հայ առաքելական եկեղեցին այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ Փաշինյանի խոսքով կադաստրի թուղթ։ Համաձայն կադաստրի կոմիտեի տեղեկանքի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությանն են պատկանում թե Հովանավանքի հողամասը, թե դրա վրա կառուցված շենք-շինությունները։ Հայաստանի առաքելական եկեղեցին այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ, 2005 թվականի մարտի 25-ին։ Հայ առաքելական եկեղեցին, լինելով Հովանավանքի եւ մյուս վանքերի ու եկեղեցիների հողի եւ շենքի շինությունների օրինական սեփականատերը, դրանց հանդեպ ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ։ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է. յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, գործածելու եւ տնօրինելու իրավունք, այսինքն այն ամենը, ինչ այսօր անում է կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը, նրա պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա աջակիցների մասնակցությամբ իրականացվում է մայրաթորին սեփականության իրավունքով պատկանող տարածքում։